մենք ունեինք տեսլական, մեր բնակչությունը չէ, որ դուրս եկավ ուրեմն ընդդիմանալու, ոչ թե նրա համար, որ մենք ունենանք նոր վարչապետ, Նիկոլ Փաշինյանի տեսքով, մենք ուզում էինք, որ չլինեին այն բարքերը, որոնք որ չէին տանում պետությունը դեպի առաջ, բոլորը բողոքում են ամենակարևոր բանից, որ ամենուրեք դիլետանտային կառավարում է։ Այն ժամանակ չէր դրվում, թե ով անդիմադիր չի, կարևորը որ պրոֆեսիոնալ լինի։ Քաղաքացին պետք է գնա ընտրության եւ պատասխանատվություն կրի իր որոշման համար։ Armenia Today կայքի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է նոր ուժ կուսակցության վարչության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը, շնորհակալ եմ Տիկին Վարդանյան մեր հրավերը ընդունելու համար։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է, ձեր կուսակցությունը, ձեր ներկայացրած կուսակցությունը քարոզարշավի մեջ է, նախընտրական մասնակից է ընտրություններին, խորհրդարանական, սա արդեն ձեզ համար նոր ձևաչափ է, որքան ես հասկանում եմ, մինչ այդ դուք Հայկ Մարությանի ձեր առաջնորդի հետ, Հայկ Մարությանի հետ, ճիշտ է, այլ կուսակցության հետ մասնակցեցիք Երևանի ավականու ընտրություններին եւ այնտեղ արդեն խմբակցություն եք կազմել եւ ինչպես նշեցի ավականու անդամ եք։ Հիմա սա ձեզ համար նոր ձևաչափ է եւ ենթադրում է, որ պետք է անդրադառնաք ոչ միայն Երևանի կամ տեղական համայնքային խնդիրներին։ Այստեղ պետք է մենք ձեզ հետ միասին, ձեր շնորհիվ հասկանանք, թե ինչպես եք դուք դիրքավորվում ընդհանուր քաղաքական դաշտում։ Ինչպես եք դուք նայում ընդհանուր գլոբալ թե ներհայաստանյան, թե արտաքին խնդիրներին, որն է ձեր դիրքորոշումը տարբեր հարցերում։ Սկսենք հենց այդ դիրքավորվածությունից, դուք պարզ է տեսնում ենք, որ Հայկ Մարությանը եւ դուք որքան ժամանակ է ոչ միայն քննադատում եք ներկայիս գործող իշխանություններին, այլև Երևանի ավականում այդ դուք ի վերջո ընդդիմադիր խմբակցություն եք։ Այդ քննադատությունը ուղղված է միայն գործող իշխանությանը, թե նաեւ այլ ընդդիմադիր ուժերին։ Այստեղ այս հարցը շատ է պատտվում օդում, պետք է ի վերջո հստակեցնել։ Շատ ճիշտ ուրեմն ասացիք, որ մենք Երևանի ավականիում այլ կուսակցությունով ուրեմն գնացինք նախորդ ընտրարշավին եւ ինչպես ցույց տվեց փորձը, շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք ունենանք մեր սեփական քաղաքական ուժը եւ Հայկ Մարությանը այդ որոշումը կայացրեց եւ ստեղծվեց նոր ուժ կուսակցությունը, որը ըստ մեր տեսլականի պետք է դառնա հենց այն երրորդ ուժը, որ ի վերջո այս 8 տարիների ընթացքում մենք անverջ լսում ենք ներկաների, նախկինների եւ ներկաների այդ ուրեմն անverջ քննադատական այս ուրեմն դիսկուրսը եւ մենք կարծում ենք, որ ի վերջո պետք է սա դադարի եւ լինի ինչ որ մի նոր առաջարկ եւ նաեւ Երևանի ավականիում եւ ես կուզենամ որ մենք ընկալենք Երևանը որպես մեր հանրապետության 1/3-ից ավելը այստեղ ապրում է 1.100.000 մարդ եւ երևի թե ամենադժվար կարգավորվողը հենց Երևանն է որովհետեւ այստեղ մենք ունենք շատ բազմաշերտ է առհասարակ Երևանը բոլոր տեսանկյուններից դիտարկելով եւ եթե մենք կարողացանք դեռ երբ որ Հայկ Մարությանը նաև քաղաքապետ էր, այն ժամանակ նա ամբողջությամբ ընկալել էր եւ իրականացնում էր այնպիսի ինստիտուցիոնալ մակարդակում փոփոխություններ եւ եթե դա ստացվել էր Երևանի համար, մենք կարծում ենք, որ դա նաև ամբողջ հանրապետության համար կարող էր դառնալ մոդել եւ հիմա արդեն այդ հնարավորությունը կա, եթե մենք իհարկե հայտնվենք ուրեմն ազգային ժողովում ամենամեծ բացը որը մենք տեսնում ենք, դա օրենսդրական դաշտում կարգավորվող հարցերն են, ինչը շատ ցայտուն երևում է նաև Երևանի տարատեսակ խնդիրների եւ ինչպես նաև հանրապետությունում բազմաթիվ խնդիրների հետ կապված, որոնք որ չեն ստանում իրենց այն լուծումը, որը որ պետք է։ Այստեղ շատ կարևորում եմ մի բան էլ եւ կուզենամ սրա մասին խոսել, որ երբ որ 2018 թվականին ամբողջ մեր ազգաբնակչությունը
ըմբոստացավ եւ դուրս եկավ փողոց, մենք ունեինք շատ տարբերվող նաև տեսլական այն իրականության հետ, որը որ այսօր Երևանում կա։ Եվ միգուցե սրանով էր Այն ժամանակ ներեցեք Տիկին Վարդանյան, այն ժամանակ բայց Հայկ Մարուտ 18 թվականին մենք ունեինք տեսլական, մեր բնակչությունը չէ որ դուրս եկավ ուրեմն անդիմանալու, ոչ թե նրա համար, որ մենք ունենանք նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Մենք ուզում էինք, որ չլինեին այն բարքերը, որոնք որ չէին տանում պետությունը դեպի առաջ, մենք չունեինք այդ տեսլականը երկարաժամկետ դրական փոփոխությունների եւ մեր ժողովուրդը ընդդիմացավ։ Երբ որ սկսվեց աշխատանքը եւ նաեւ այն ժամանակ, երբ որ Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ, ինչ որ մի ժամանակ անց արդեն դարձավ ավելի շոշափելի, որ այն սկզբունքները, որոնք դրվեցին հեղափոխության հիմքում, այդ սկզբունքներից որոշակի շեղվածություններ սկսեցին նկատվել, սկզբից ավելի քիչ։ Եկեք գոնե մի քանիսը նշեք, որ հասկանալի լինի նաև մեր հետևորդի համար։ Սկզբունքներ, օրինակ, որոնք որ կապված էին կոռուպցիոն ռիսկերի հետ, եթե դա 19-20 թվականին ավելի թույլ էր, հիմա դա շատ ավելի լավ արտահայտված, լինելով Երևանի ավականու կազմում եւ այստեղ նաեւ լինելով բնապահպանական մասով միջազգային փորձագետ, ես շատ մեծ ռիսկեր եմ տեսնում, որոնց մասին բարձրաձայնում ենք անverջ եւ այն աշխատանքը, որը իրականացվում է դիլետանտի մակարդակով, խոսում եմ հիմա իմ ոլորտի մասին եւ այն սոսկալի ծրագիրը, որի արդյունքում Երևան քաղաքը կորցրեց կենտրոն վարչական շրջանում ամբողջությամբ իր թոքերը։ Իսկ այդ տարեսծառերը, որոնք որ հատվեցին, մենք բազմից էինք ասում, որ այս 100,000-ավոր դրամ արժեցող ուրեմն տնկանյութը, որը դուք բերում եք, դա երկարաժամկետ պերսպեկտիվայում դուք անում եք հսկայական միջոցների ուրեմն ծախս, որը պետությանը չի բերելու այն դիվիդենդները եւ այն ուրեմն սպասելիքները, որոնք որ դրվել են, չեն արդարանալու։ Եվ իմ բազմաթիվ գործընկերներ, որոնց հետ ես խոսում եմ իհարկե, եւ ավականու կազմում, եւ տարբեր այլ ուրեմն իմ շրջապատում, բոլորը բողոքում են ամենակարևոր բանից, որ ամենուրեք դիլետանտային կառավարում է։ Եվ այստեղ մի շատ կարևոր բան կա, չէ՞ որ մենք բոլորս նկատում ենք, որ իշխանության շուրջ այդ կապերի, որոցից մենք միշտ ուզում ենք ազատվել, կապերով նշանակված մարդիկ, որոնք որ պրոֆեսիոնալիզմ չեն դրսևորում, որոնք որ տվյալ ոլորտների մասնագետները չեն հանդիսանում, եւ ես խոսում եմ այն բաների մասին, ինչը մենք Երևանում առօրյա այս ավականու աշխատանքի մեջ ամեն օր ենք տեսնում։ Տեսեք օրինակ հիմա Երևանը բախված է եւ ես գալիս էի նորից այդ խնդրի հետ բախվեցինք այս անverջ խցանումների։ Ինչի համար է, ո՞րն է սրա պատճառը։ Սրա պատճառն էլ այդ ոչ գրագետ կառավարումն է եւ մեր ծրագրի մեջ իմիջիալոց կա բնակարանաշինության այդ հարցը եւ այսօրվա այս քաղաքաշինությունը, որը իրականանում է, սա էլ ոչ գրագետ կառավարման արդյունք է, որովհետեւ մենք խորհրդային տարիներից հետո այս վերջին 30 տարիների ընթացքում Երևանը փոխեցինք բաների շենքերի քաղաքի առանց ընկալելու, որ չէ որ քաղաքը պետք է ունենա իր ենթակառուցվածքները, այսինքն մենք նոր ճանապարհներ չկառուցեցինք, նոր մանկապարտեզներ, դպրոցներ, հիմա երեխաները մանկապարտեզ գնալու համար ծնված օրվանից հերթագրվում են եւ իրենց հերթը կարող է նույնիսկ չհասնել, այսինքն սա էլ է սխալ կառավարում, որովհետեւ եթե սա լիներ մասնագիտական հարց, այսինքն մենք պետք է անեինք այնպես, որ հաշվի առնեինք բնակչության ֆոնդի խտությունը, նրան սպասարկող ինֆրաստրուկտուրան եւ այլն։ Հիմա այս կոնկրետ խցանման եւ տրանսպորտի բարեփոխման ծրագրի հետ մասնագիտական մասով տեսեք տրանսպորտի բարեփոխումը մեր կողքի պետության մեջ Վրաստանում շատ ավելի շուտ է իրականացել եւ տրանսպորտի բարեփոխումը Վրաստանում իրականացնում էր ՄԱԿ-ի փորձագետը, ով 3 երկրներում ԱՊՀ տարածքում ուներ ներդրված համակարգ եւ Միացյալ Թագավորության ուրեմն Չարլզից ստացել էր մրցանակ։ Այսինքն այս մարդը ոլորտի
լավագույն մասնագետներից մեկն է։ Երբ որ մենք նայում ենք ով է իրականացնում Երևանում այս ռեֆորմը, անձինք, որոնք որտեվ թիմ է աշխատում, որոնք որ տրանսպորտ բառը լսել են այն ժամանակ, երբ որ եկել են Երևանի քաղաքապետարան իշխանություն ստանձնելուց հետո։ Հիմա եկեք նայենք հավանականությունը սխալների, որ կանի միջազգային փորձագետ այս ոլորտի, եւ հավանականությունը սխալների, որ կանի մարդը, ով նոր է ընդունվել ոլորտ։ Սխալները անխուսափելի են։ Եթե մենք մի բան ենք կառուցում, ինչ-որ մի բան ենք անում, ճանապարհին լինելու են որոշակի սխալներ։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ուրեմն տրանսպորտի համակարգին Երևանի քաղաքապետարանի, սա վերաբերում է նաև բնապահպանական հարցերի, բնապահպանության վարչության պետը քաղաքագետ է մասնագիտությամբ, այսինքն նա զգալ բնապահպանությունը չի կարող, իսկ կանաչապատման ոլորտի մասնագետը, որը իրականացնում է, որը պատասխան է տալի ամբողջ քաղաքի ուրեմն ծառերի, կանաչ գոտիների համար, որոնք որ մեր բնակչության կենսական կարևորությունը ապահովող ուրեմն համակարգն է, անց ով որ 2004-ից մինչև 17, այսինքն մինչև հեղափոխությունը եղել է խաղային ինդուստրիայի մենեջեր։ Դե եկեք պատկերացնենք, ինչպես է այս անձը կառավարում ոլորտը եւ ինչ տեսլական նա ունի եւ եթե այստեղ աշխատեր այն մարդը, ով որ ուրեմն ոլորտին ծանոթ է առնվազն վերջին 20-25-30 տարին, ունեք իմաստն եմ ասում, ում հրավիրել է ժամանակին Հայկ Մարությանը եւ 6 ամիս անդադար քննարկվում էր, որ ես վերագամ այս ոլորտը եւ ստեղծվեց այդ ժամանակ կանաչապատման հողակը եւ ես ելի նորից խոսում եմ ինստիտուցիոնալ մոտեցումների մասին Հայկ Մարությանի, այլ ոչ թե ինչ որ մի բան հնարենք, այ ինչպես անենք, որ համակարգ ստեղծվի, համակարգը աշխատի եւ նույն այս ձեռագիրեր, երբ որ թափառող կենթանիների հարցով ոչ թե մենք կրակում ենք կենթանիներին, այլ մենք համակարգ ենք ստեղծում ենք հողակ, որը զբաղվում է թափառող կենթանիների ճիպավորման, պատվաստման, ստերջացման հարցերով, երբ որ աղբահանության խնդիրներ Երևանում մենք արդեն հիմա մոռացել ենք, որովհետեւ այդ վիճակը չի, որը որ 2018 թվականին էր սանիտեկը մի հատ վերհիշենք, հա, այդ ժամանակ ստեղծվեց Երևանի համար հենց այդ աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկը, այսինքն նորից ինստիտուցիոնալ Երևանը ունի կայացած իր այդ հիմնարկը։ Հիմա ոնց կկառավարվի, դա մենք տեսնում ենք ինչպես էր եւ ինչպես է, դա էլ է կոնտրաստ, այսինքն ուզում եմ ասեմ, մասնագիտական այս բանը, սա այս ամենը նաեւ իր մեջ պարունակում է նաեւ բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր։ Ինչից որ սկսեցիք ձեր այս հարցի պատասխանը։ Ես հասկանում եմ Տիկին Վարդանյան, դուք նաև պրակտիկ դաշտ եք տանում եւ ճիշտ եք անում, որովհետեւ դուք զբաղվել եք նաև պաշտոն եք ունեցել եւ զբաղվել եք կանաչապատման հարցերով Երևանի։ Եվ այս մոդելի վրա դուք տեսնում եք նաև ընդհանուր կառավարումը, բայց ձեր օպոնենտները, ձեր անդիմախոսները, նաև Հայկ Մարությանի անդիմախոսները կարող են ասել, որ գիտեք, եթե խոսում եք դիլետանտիզմ եւ մասնագետի այդ մեծ տարբերությունների մասին, Հայկ Մարությանն էլ որ եկավ դարձավ քաղաքապետ, նա կառավարչական արդյոք կառավարման փորձ ուներ մինչ այդ։ Հետո տեսեք դուք օրինակներ բերեցիք, թե մարդիկ կան, եկել են կառավարում են Երևանը օրինակ, բայց չունենալով մինչ այդ կառավարման այսպես փորձառություն, բայց նույնը կարող են պատտել եւ այսպես ասած ուղղել դեպի Հայկ Մարության։ Բայց եկեք չմոռանանք, որ Հայկ Մարությանն արդեն կայացած էր իր ոլորտում եւ ամբողջ այդ ուրեմն նաեւ Որ ոլորտում Տիկին Վարդան։ Այս մի կողմից որպես դերասան, այս մասը դնենք մի կողմ եւ չմոռանանք երբեք, որ Հայկ Մարությանի կրթությունը ինժեներական է, այսինքն անձը ինժեներական կրթություն ունենալով շատ բան նաեւ այլ մոդելների ձևով է դա անում եւ կառավարչական փորձը եւ աշխատանքի կազմակերպումը դա նաեւ իր այդ մեդիա ինդուստրիայում երկարատև աշխատանքի հետևանքով է, որտեղ գիտեք դերասանների այդ դերասաններին կառավարելը, այս ինդուստրիան կառավարելը դա կողքից կարող է թվացial լինի, որ դա շատ հեշտ է, բայց իրականում դա բավական դժվար հարց է եւ երբ որ դու կարողանում ես կառավարել ինչ-որ մի կոլեկտիվ, կառավարչական մասով դու արդեն կկարողանաս անես եւ այստեղ մի շատ կարևոր բանի վրա եմ ես ուզում ձեր ուշադրությունը սևեռեմ, երբ որ հարցը վերաբերվեց իմ ոլորտին, ես խոսում եմ նրա մասին, ինչի միջով անցել եմ ինքս։ Տեսեք, ինձ շատ հանկարծակի Հայկ Մարությանի կինը ընդունվել էր մեր ամբիոն աշխատանքի, ես իրեն չէի ճանաչում եւ ուղղակի տեսել էր ինչ փոփոխություններ են հսկայական բժշկական համալսարանի կանաչ տարածքներում տեղի ունեցել, ես երկար տարիներ
եղել եմ այդ կանաչապատման բաժնի պետը համալսարանի, մենք ունենք շատ ինֆրաստրուկտուրաներ, որտեղ մենք փոփոխել ենք ամբողջությամբ, եւ նաեւ հիգիենա էկոլոգիա ամբիոնի ես դոցենտն եմ այդ ամբիոնի, այսինքն շրջակա միջավայրի առողջություն։ Եվ երբ որ նա տեսավ, նա ուղղակի մոտեցավ եւ հարցրել էր ամբիոնում, թե ով է այսպես փոխել մեր ինստիտուտը, այսինչ գեղեցիկ է եւ ինչքան խնամված ամենը, եւ ասել են մեր ամբիոնի դոցենտն է։ Եվ նա դիմեց ինձ, խնդրեց, որ մենք Երևանի հետ ունենք խնդիր կանաչապատման ոլորտում, դուք կաջակցեք, կօգնեք Երևանին, եւ ես ճիշտն ասած այդ ժամանակ նաեւ այլ կրկին ընդդիմադիր ուժի կողմից էլի նորից Երևանի ավականու անդամի որպես հետ ապագա, հա, այնպես էր որ ես 6-րդ համարն եմ, մերոնք 5 համարը անցան, ես 6-րդն եմ այդ ժամանակ չանցա, բայց հետո արդեն մտա Երևանի ավականու ուրեմն կազմ եւ իմ հիմնական նպատակը միշտ եղել է Երևանին օգնելը եւ անկախ նրանից որ ես ընդդիմադիր ավականու անդամ էի Հայկ Մարությանի առաջին ուրեմն բանից առաջարկից օգնությանը ուրեմն կանչելուն ես մի անգամից իմ նաեւ ոչ մենակ ես նաեւ իմ ամբողջ ուրեմն միջազգային ընկերները մենք միասին հավաքվեցինք եւ սկսեցինք անել ամենը օգնելու համար քաղաքին ես չեմ ճանաչել Հայկ Մարությանին ճիշտ է ինձ հետո մեղադրում էին եւ նաեւ մամուլի մեջ անverջ գրում էին որ ես բանից պարզում եմ նույնիսկ Հայկ Մարությանի ընտանիքի անդամն էի բայց մի պարզ տրամաբանություն 2018 թվականին եթե ես միջև այդ ճանաչում էի Հայկ Մարությանին ես Հայկ Մարությանի ցուցակով այսինքն իմ քայլը ուրեմն իմ քայլի ցուցակով կգնայի այլ ոչ թե ընդդիմադիր այլ ուժի ցուցակով հա եւ այն ժամանակ չէր դրվում թե ով անդիմադիր չի կարևորը որ պրոֆեսիոնալ լինի եւ պրոֆեսիոնալներին էին խնդրում եւ հետո չէին խանգարում այսինքն ամբողջ ընթացքում որ ես աշխատել եմ ինձ երբեք Հայկ Մարությանը չի ասել որ մենք ուզում ենք որ էս լինի մենք ուզում ենք որ էս տարածքը կանաչապատվի մենք ուզում ենք որ էս տարատեսակները գնվեն մենք ուզում ենք որ էս քանակը լինի եւ այլն այսինքն գործը տալիս ես պրոֆեսիոնալին եւ այլևս չես սկսում նրան ցույց տալ ոնց է պետք աշխատել հիմա այսօրվա մոդելում կանաչապատման հիմնարկի ղեկավարը ով է այն անձը ով Հայկ Մարությանի ժամանակ 1 ամիս հետո ուրեմն չարաշահումների համար ուղղակի դուրս եկավ համակարգից աշխատանքից եւ այսօր այդ անձը կառավարում է այդ ոլորտը ես արդեն նշեցի որ 2004-ից մինչև 17 թվականը եղել է խաղային ինդուստրիայի մենեջեր այսինքն հիմա այստեղ ոնց մենք նայենք եթե տվյալ դեպքում մենք ունենք մասնագիտականը նույնը վերաբերվում է նաև ուրեմն շին բարեկարգման վարչությանը շատ երկար տարիների փորձ ունեցող ուրեմն Գրիգոր Հարությունյանը մեր վարչության պետ այն ժամանակվա եւ դրա համար համեմատելու չի ուրեմն այն վիճակը շինարարության որը այսօր է Երևանում ասֆալտի հետ կապված խնդիրները փոսալցումների հետ կապված խնդիրները որ ես ինչ լսում եմ Տիգրան Ավինյանի ուրեմն գործակարգավարական նիստերը ամեն նիստի ժամանակ անպայման այդ փոսերի մասին խոսակցություն են այսինքն չի լուծվում հարցը չկա պրոֆեսիոնալիզմ մոտեցում ինչի չկա այսինքն նախապայմանները չեն դրվում այնպես ինչպես հարկն է։ Սա ուղղակի մոտեցումը Հայկ Մարությանի եւ այսօր այն իրավիճակի, որը որ մենք տեսնում ենք Երևանում։ Դա շատ կարևոր է այդ հարցը։ Գործող իշխանությունը, նաեւ գործող Երևանի գործող քաղաքապետը Տիգրան Ավինյանը նաեւ վերջերս օրերս դարձյալ անդրադարձավ Հայկ Մարությանի կառավարման տարիներին, դրանց այդ կառավարումը ըստ երևույթի տենց այդպես բառացի չեմ կարող մեջ բերեմ, բայց նշեց, որ ոչ պրոֆեսիոնալ, կիսատ պռատ աշխատանքներ էին կատարվում, որոնք որ հիմա իրենք արդեն ներկայումս ստիպված են շտկել, լայնարձակ ծրագրեր իրականացնել, իսկ այն ժամանակ Հայկ Մարությանի կառավարման ժամանակ փաստորեն այդպես եմ հասկանում շատ նախագծեր ավարտին չեն հասցվել ըստ Տիգրան Ավինյանի եւ ձեր ընդդիմախոսների Եթե լսենք Տիգրան Ավինյանին, նա օրերս հայտարարեց, ելի նորից իմ ոլորտից եմ ասում, որ շատ ցայտուն լինի օրինակը, որ ես չեմ խոսում հիմա այլ ինչ-որ ոլորտի մասին։ Գործակարգավարական նիստին նա շատ այսպես ամպագորգոր բղավում էր, որ Երևանում երբեք չեն տնկվել այնպիսի ծառեր, ինչպիսին տնկվում են այսօր։ Ուրեմն այո, Երևանում երբեք 155,000-ով չեն տնկվել այն ծառերը 155 դուք արժեքը միավորի մասին եմ ես ասում 155 միավոր 155,000 մեկ միավորի համար դրամ եւ ես երեք արեցի ուղիղ եթեր եւ ես իմ այս մոտ 30 տարվա պատմության մեջ կանաչապատման ոլորտում ես առաջին անգամ եմ հանդիպում որ ծառը տնկեն անցնի 3 տարի եւ 3 տարի հետո մենք ունենանք ավելի փոքր սաղարթ
քանց թե ունեինք այն տարին, երբ որ մենք տնկեցինք այն ծառերը։ Եվ ես ուղղակի ցույց էի տալի երևանցիներին, ում հարկերից գոյացած գումարով արվում են այս գործընթացները, եւ եթե մենք խոսում ենք ուրեմն հաստ բուն ունեցող ինչ որ բույսի, որը որևիցե խնդիր չի լուծելու եւ ի վերջո մենք ունենալու ենք հսկայական այս չորացումը, որը ես Սայաթնովա փողոցում ուղղակի բացահայտ ցույց եմ տալի, դուք ուզում եք 50,000 հատ ծառ տնկեք եւ բարձրաձայնեք եւ եւս մեկ բան։ Եթե Հայկ Մարությանի ժամանակ ավականու անդամը դիմում էր գրում, ներողություն, նամակ էր գրում եւ պահանջում էր հաշվետվություն, մենք ստանում էինք հաշվետվություն։ Հիմա ես գրում եմ քաղաքապետին եւ խնդրում եմ նրա հայտարարած 25,000 ծառ ենք տնկել Երևան քաղաքում, ես խնդրում եմ որտեղ են տնկված այդ ծառերը, կոնկրետ ինձ նշեք ծառատեսակները, որ տարածքներում, ինչ ծավալներով, ինձ գրում են, որ դա պրակտիկորեն անհնարին է ասել, այսինքն իրենք չեն ասում մեզ, որ օրինակ այստեղ օրինակ Նորք Մարաշում 1 հեկտար կանաչ տարածք ենք ստեղծել, այս կանաչ տարածքի վրա մենք տնկել ենք A, B, C, D, E ծառերը, որովհետև շատ մեծ տարբերություն կա, գիտեք, դուք հիմա այդտեղ տնկել եք 100,000-անոց ինչ-որ բույս, թե 1,500 դրամանոց ինչ-որ մի տնկի, որը մեծացել է քաղաքային տնկարանում եւ դուք բերել եք իրեն տնկել եք Ծիծեռնակաբերդի այդ 7.5 հեկտար տարածքում։ Այսինքն այստեղ ես տեսնում եմ շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր եւ բազմիցս եմ ասել, որ շատ լավ կլինի, որ մեր պետական վերահսկողության ծառայությունը ուշադրություն դարձնի այս միջոցների փոշիացմանը եւ ամենամեծ արդյունավետությունը դա ծառերը բուժելն է, այլ ոչ թե ծառերը փողոցներով հատելը, այն ինչ որ մենք արեցինք։ Այն ժամանակ ես խնդրեցի Հայկ Մարությանին, որ մենք ձեռք բերենք մասնագիտական տեխնիկա, սկսենք սրսկել ծառերը, որովհետեւ ծառերը սխալ էին բուժվել, ինչի հետևանքով մենք ունեինք այդ խնդիրները։ Մենք հրամանով արգելեցինք խորեետը թույլ չէինք տալիս, որ իրականացնեն, որը բերելու էր ծառերի վնասմանը, իսկ հիմա ոչ թե խորեետի դեմ են պայքարում, այլ ուղղակի ծառերի դեմ են պայքարում։ Ծառերը հեռացնում եւ ամբողջ կենտրոնը մնաց առանց ծառերի, առանց հասկանալու, որ մենք չենք խոսում այստեղ բնապահպանության միայն մասին, մենք խոսում ենք ուղիղ մեր ազգաբնակչության առողջության ռիսկերի մասին, չէ՞ որ կանաչապատումը քաղաքում դա ռիսկերի կառավարման գործիք է եւ նույնը վերաբերում է տրանսպորտի, ուրեմն այս բարեփոխմանը, որի արդյունքում Երևանցին ստրեսներով լի հասնում է աշխատանքի վայր, օր չկա, որ իմ ուսանողները չբողոքեն, որ իրենք նորմալ վիճակում չեն հասել անպայման կամ կուշանան կամ ինչ որ վեճ կլինի վարորդի հետ, ինչպես կարելի է վարորդի վրա դնել պատասխանատվություն, որ նա պետք է կարգավորի նաև վճարումները եւ դրանից գոյանա նրա նաև հավելյալ այն աշխատավարձի միջոցները, որոնք որ տարվում են եւ դա ասվում է հանրային դաշտում առանց նրանց աշխատանքային պայմանագրի մեջ չկա այդպիսի բան։ Ինչի պետք է վարորդը նյարդայնանա, նյարդայնացած վարորդը դա արդեն ռիսկային է, որովհետեւ նա ուրեմն ընդհանուր ճանապարհին ունի նաև այլ մեքենաներ, որոնց հետ նույն ընթացքում է գտնվում եւ սա կբերելու է վթարների հավանականության հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ փողոցներն է բարեկարգ չեն, անverջ այդ փոսերն են, որոնք նաեւ շրջանցում են տարբեր ձևով մեքենաները եւ դա կարող անդրադառնա նաեւ տրանսպորտի աշխատանքի վրա։ Այսինքն պրոֆեսիոնալիզմը, որի մասին ես խոսում եմ, որ ոլորտին մենք նայենք, սա ձեռագիր է եւ այս ձեռագրի զոհերն ենք մենք ցավոք սրտի։ Տիկին Վարդանյան, վերադառնանք այն ամեն ինչից, որ սկսեցինք, դուք նշեցիք բազմաթիվ խնդիրներ եւ որքան ես հասկանում եմ, նաեւ ձեր հիմնական թիրախում քննադատության առաջին հերթին դա գործող իշխանություններն են, թե Երևանում, թե ի վերջո ԿՊ ներկայացվածը, թե Երևանում, թե ամբողջ հանրապետությունով մեկ։ Հիմա տեսեք, փորձում ենք հասկանալ ձեր դիրքը որն է ընդհանուր քաղաքական դաշտում։ Դուք համախոհներ ունեք ընդհանուր քաղաքական դաշտում, այդպիսի միավորներ կան, թե ոչ։ Դուք ընդդիմախոս եք միայն գործող իշխանությանը, թե ում։ Այսինքն ձեր դիրքը որն է այստեղ։ Հաշվի առնելով Դուք նշեցիք, որ երրորդ ուժ եք, բայց շատերն են դրա մասին, շատերն են բարձրաձայնում, որ իրենք են երրորդ ուժը, ոչ նախկինն են, ոչ ներկա։ Գիտեք, ի տարբերություն մնացածների, մենք այդ աշխատանքը արդեն արել ենք, որի մասին ես հիմա խոսում եմ։ Մենք ոչ թե ինչ որ բան ենք խոսք տալի, այլ մենք ուղղակի պատմում ենք այն ընթացքը, որը որ եղել է։ Ես կարող եմ նշել կարմիր գծերը, որոնց մասին նաև Հայկ Մարությանը բազմիցս ասել է, հա, գործող իշխանության հետ համագործակցություն չի կարող լինել, եւ ինչպես նաև ընդդիմադիր դաշտից հենց նախկինների հետ։ Նախկինները ասելով ում նկատի ունեք, Ռոբերտ Քոչարյանին, Հայաստան դաշինքին, որի կազմում գերակշռ մասը հայ հեղափոխական դաշնակցությունն է, իրենք նախկին են։ Այո, նախկին են։
որովհետև լինելով իշխանության մեջ մենք եկանք հասունացավ այն իրավիճակը, որի ականատեսներն ենք մենք այսօր։ Այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք այսօր խոսում ենք, այդ խնդիրները միանգամից չեն ձևավորվել։ Այդ խնդիրները ունեն բավական երկար ճանապարհ, որի արդյունքն է այն իրավիճակը, որում որ մենք հայտնվել ենք։ Դրա համար մենք եւ նաեւ այստեղ ես անպայման ուզում եմ ասեմ, որ մենք ոչ թե անընդհատ անverջ մերժելու, իրար մեղադրելու այս գաղափարների մեջ պետք է լինենք։ Մենք նաեւ պետք է եւ միշտ այդպես ենք արել նաեւ Երևանի ավականիում առաջարկել ելքեր, ինչա պետք անել եւ նույնը արել ենք, չենք նայել, որ Տիգրան Ավինյանը մեզ ընդդիմադիր ուրեմն իշխանությունն է հանդիսանում, մենք առաջարկներ արել ենք, բայց ոչ մի առաջարկ չի ընդունվել։ Հասկանում եք, երբ որ դուք գալիս եք իշխանությանը եւ առաջարկում եք օգնություն, որը հիմնված է միջազգային փորձագիտական դաշտի հետ, գիտական նվաճումների հետ եւ անցած ճանապարհի հետ, եւ դա չի ընդունվում, այսինքն ընդունվում է որպես առ-ոչինչ։ Ինչ հեռանկարի մասին կարելի է խոսել, այսինքն այստեղ կա կոնկրետ ինչ-որ մի հատ ծրագիր, որը տարվում է առաջ եւ գիտեք, այնպես է որ իմ ոլորտի հետ կապված ես անverջ բարձրաձայնել եմ եւ միակ ուրեմն լրատվականը մեդիադաշտում դա հանրային հեռուստաընկերությունն է, որտեղ բացառապես միշտ գնացել են իշխանական ուժի ներկայացուցիչները, համախոհները, նրանց նշանակած պաշտոնյաները եւ որևիցե անգամ չհավաքվեց ուրեմն իմ հարցի մասով, հենց ծառայատման այս ահռելի ծրագրով։ Ինքը կարող այս հարցը կարող է շատ այսպես փոքր հարց թվալ, բայց իրականում սա ահռելի նշանակություն ունեցող մեր քաղաքի եւ նաեւ պետության հիմա կնշեմ ինչի համար, որովհետեւ օրերս մենք արդեն տեսանք տապալված Եղևնիներ Մարտունիում, մի քանի օր առաջ ես գնացել էի Վանաձոր, այնտեղ էր սարսափելի վիճակ եւ ես տեսա այդ անհասկանալի սակուրաները Ստեփանավանում տնկած։ Հասկանում եք, երբ որ մեր պետության ամենաբարեհարմար կլիմայում տնկվում են այս անհասկանալի բույսերը, սա նշանակում է հենց այն սկզբնական բանը, ինչից ես սկսեցի, որ Երևանը օրինակելի պետք է լինի եւ նա օրինակ է նաեւ ծառայում հանրապետության մնացած բաղադրիչ մասերին։ Դրա համար այստեղ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ մենք ոչ թե բոլորին մերժում ենք, այլ մենք ասում ենք, որ նա ճիշտ է։ Իսկ ճիշտը կարող է միայն, եթե մենք չենք աշխատում դիլետանտիզմի դաշտում, եթե մեր հետ աշխատում են ուրեմն պրոֆեսիոնալներ։ Եվ իմիջիայլոց հարց օրերս տրվեց նաև Հայկ Մարությանին, դուք ինչ եք անելու ձեր թիմի կոնկրետ նախարարներին նշեք, եւ Հայկ Մարությանը շատ պարզ այդտեղ ասեց, որ իմ թիմը դա 3 միլիոն քաղաքացիներն են, որովհետև մեր պետությունը ամենամեծ ռեսուրսը Հայաստանի Հանրապետության, դա մեր քաղաքացիներն են, որոնք որ չես հասկանում ինչի, ցանկացած պետության կազմում աշխատելով բարիք ստեղծող ուրեմն քաղաքացիներն են, բայց Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք այն իրավիճակը, որի դեմ ապստամբում ենք բոլորս, այսինքն ինչ որ մի բան մեր երկրում մենք անում ենք սխալ, իսկ ես այստեղ տեսնում եմ ամենահիմնականը հենց կոռուպցիոն ռիսկերը, ինչից մենք նաև ի սկզբանե մեր խոսակցությունը սկսեցինք, որովհետև եթե հանրային առողջության տեսանկյունից ես դիտարկեմ եւ պետությունը դիտարկեմ որպես ընդհանուր մի օրգանիզմ, միասնականություն, ապա կոռուպցիան դա դիմադրողականության համակարգն է, եւ երբ որ կոռուպցիան տարածվում է, սա հենց բանն է, սպիդն է, համախտանիշն է, որովհետեւ նա հնարավորություն է տալու վարակների տարածմանը եւ մենք չենք կարողանալու անել այն բոլոր ծրագրերը, որոնք որ մենք ուզում ենք իրականացնել եւ նախկինների հետ կապված նաեւ այստեղ իշխանությանն է կոնկրետ ուղղված իմ ասածը, անverջ նշվում են նախկինները եւ այլն այն սխալները, որոնք արել են նախկինները, բայց ուր են այդ գործերը կոռուպցիայի հետ կապված, ուր են այդ դատապարտյալները, որոնք պետք է լինեին ըստ այն ելույթների անպագորգոր, որոնք որ մենք լսում ենք վերջի 8 տարիներին եւ նաեւ ազգային ժողովում ենք ցավոք սրտի անverջ այդ ամենը լսում։ Որտեղ են այդ գործերը, եթե չկան այդ գործերը, միգուցե դա այդպես չի, կարող է մտածել քաղաքացին, այո, կարող է։ Դրա համար մեր ծրագրի մեջ հենց այնպես չենք խոսում։ Մենք այստեղ ունենք առանձին մի կետ, որը հետեւյալն է, այսինքն կոռուպցիան չի ունենալու վաղեմության ժամկետ։ Այսինքն այս գողությունները, որոնք որ իրականացվում են պետության մեջ, իրանք չպետք է ժամանակի ընթացքում այսպես կորեն, որովհետև քանի իշխանության են,
ոչ մի իշխանավոր դեռ չի դատապարտվել իշխանության օրոք։ Երբ որ իշխանությունից դուրս են արդեն անցնում է ուրեմն իրենց ժամկետը, այնքան երկար են տևում այս գործերը, որ հետո մեզ հայտարարում են, որ գիտեք ժամկետ անց են արդեն այս գործերը, մենք չենք կարող ուրեմն դատապարտել եւ ունենալ, այսինքն մենք ինքներս ենք այդ խնդիրը ստեղծում։ Դրա համար էլի նորից ծրագրումներ առել ենք հենց այս կետը, որ կոռուպցիան չպետք է ունենա վաղեմության ժամկետ, որովհետեւ կոռուպցիան դա գողացած հիվանդանոցն է, գողացած մանկապարտեզն է եւ պետության սոցիալական ծրագրերն են, որոնք որ չեն իրականացել, ինչպես նաեւ մնացած բոլոր ծրագրերը։ Տիկին Վարդանյան, արդեն մոտեցել ենք մեր զրույցի ավարտին, բայց շատ կարևորագույն մի քանի հարցերով անդրադառնանք, կարող եք շատ կարճ պատասխանել։ Հիմա ձեզ կհիշեցնեն շատերը Երևանի այս վերջին ընտրությունները, Երևանի ավականու, որից հետո ըստ այդ ընտրությունների արդյունքի փաստացի անդիմադիր խմբակցությունները ունեցան մեծամասնություն։ Բայց ի վերջո չմիավորվեցին, մենք հիշում ենք, թե Հայկ Մարությանը, քանի որ ամենից շատ ձայներ հավաքել ձեր ներկայացրած քաղաքական ուժը, նշում էր, որ կարող է միավորվել միայն այն պարագայում, որ թեկնածուն հիմնական ինքը լինի, հետագայում մոտավորապես այդ մոդելը, բայց այնտեղ Գյումրիում հաջողեց։ Այդ մոդելը կիրառվեց նաև այնտեղ։ Այստեղ դուք չհաջողեցիք։ Հիմա չհաջողեցիք չմիավորվելու ի վերջո ընդհանուր լեզու չգտնելու հետևանքով։ Հիմա եթե ձեր ներկայացրած նոր ուժ կուսակցությունը մանդատներ ստանա ապագա ազգային ժողովի գումարման մեջ, ապա ինչպես պետք է գործի, ում հետ պետք է միավորվի։ Շատ կարճ պատասխանեք, որպեսզի մենք հասկանանք ի վերջո ձեր դիրքորոշումը ինչպեսին է։ Ես երկու բառ ուզում եմ ասեմ Երևանի ընտրությունների հետ կապված, ինչու ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Անդիմությունը ուներ 33 մանդատ, իշխանությունը ուներ 32, այսինքն մեկ մանդատի տարբերություն էր, բայց այստեղ մենք մոռանում ենք մեկ փաստ։ Հանրային ձայն ֆրակցիան չուներ 7 մանդատ գետնի վրա, այսինքն դահլիճում քաղաքապետի համար ուրեմն բանի քվեարկության մեջ այդ մանդատները չէին կարող օգտագործվեին, որովհետև մեկը հետապնդման մեջ էր Տիգրան Ուլիխանյան եւ Արտակը Գալստյան կալանքի տակ էր, այսինքն 5 ձայն էր, այսինքն մենք ունենալ ընդհանուր քաղաքապետ ընդդիմության կողմից առաջադրվող չէինք ունենալու եւ միակ տարբերակը, որը կարող էր լինել, դա բոյկոտելն էր, չմտնել դահլիճ, ինչը արեցինք մենք եւ Մայր Հայաստանը։ Հանրային ձայնը երկու ավականու անդամ մտան դահլիճ, ապահովեցին դահլիճում քվորում եւ ընտրվեց իշխանության թեկնածուն։ Դրա համար այստեղ շատ կարեւոր է իմանալ, որովհետեւ մանիպուլյացիան հանրային դաշտում շատ մեծ է եղել, որ Հայկ Մարությանը չմիավորվեց։ Սա էր իրական պատկերը եւ միավորվելու տեղ էլ չկար, այսինքն երբ որ դրվում են ուլտիմատումներ կտակ սա, կտակ նա եւ չեն ասում իրականում ուրեմն տողատակերում ինչ է, որ մենք չունենք այդ 7 մանդատ, ունենք ընդամենը 5-ը։ Հիմա ինչ վերաբերում է ինչ կլինի, իհարկե սա շատ ավելի առարկայական կդառնա այն իրավիճակում, որում որ մենք կլինենք։ Ես չեմ սիրում այդ ռուսերեն սասլագательное наклонение, հա, եթե լինի, հա, նու մոտավորապես ում հետ չենք լինի։ Դուք կարմիր գծերի մասին եք խոսում։ Մենք հասկացանք ձեր համար կարմիր գիծ է գործող իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, կարմիր գիծ է նաև ձեր նշած, նաև մինչ այդ Հայկ Մարությանն էր ասում Հայաստան դաշինք։ Նաև նախկին իշխանավորների հետ կապված որոշակի ուժեր, որքան հասկանում եմ, բայց եթե դե այդ եթեները միշտ կան ու կան, հիմա լավ, այս նոր է մեկնարկել նախընտրական քարոզարշավը պաշտոնական, դուք տեսնում եք այն ուժերը, ում հետ դուք կարող եք լեզու գտնել կամ կփորձեք դա անել։ Եթե ես ելի եմ ասում, ես հիմա չեմ կարող ասել, ես ստույգ եւ Հայկ Մարությանը նշեց եւ բազմիցս նշել իր խոսքում եւ ես ասացի ում հետ չենք համագործակցի։ Մնացածը պայմանավորվելու մասին է, որովհետեւ պարլամենտարիզմն է դրա մասին, կոալիցիա ստեղծելու մասին է եւ այլն, հա։ Այսինքն, երբ որ մենք ունենանք արդեն իրական պատկերը ինչ է
խորհրդարանում, նաև եթե այն ուժերը եւ նաև խոշոր ուժերից կընդունեն այն նաև ծրագրային ճանապարհը եվրոպականացման այս արժեքները, որոնք որ մենք դնում ենք եւ մենք չենք ընկալում մեր առաջի կետը հենց եվրոպականացումն է, բայց սա չի նշանակում վիզաների ազատականացման հարցը, սա նշանակում է ուժեղ ինստիտուտներ, սա նշանակում է ստանդարտավորման համակարգեր, սա նշանակում է մարդկային ռեսուրսի նկատմամբ հարգանքի վերաբերմունք, այսինքն եթե այս ստանդարտները ընդունելի են նաև այլ ուժերի կողմից, մենք այդ բանավեճը կարող է լինել եւ արդյունք մենք ունենք պայմաններ եւ եթե մեր պայմանները եւ մեր ծրագրի կետերին չհակասող ուրեմն լինեն պայմանավորվածություններ, մենք կգնանք նաև վերջնական ուրեմն պայմանավորվածությունների համաձայնությունների Տիկին Վարդանյան, հիմա այս ժամանակահատվածում շատ քաղաքական միավորներ, ովքեր որ մասնակից են այս նախընտրական քարոզարշավին եւ ընտրությունների գործընթացին ընդհանուր առմամբ, որոշակիորեն իրենց դիրքորոշումներն են հայտնում ոչ միայն ներքաղաքական ասպարեզում, ինչի մասին երկար նաեւ դուք խոսեցիք, վերհանեցիք եւ ձեր պրակտիկ օրինակներից բերեցիք, որ ինչն է ձեզ համար անընդունելի, ինչը որ ձեր աչքը այժմ տեսնում է։ Այլ նաև արտաքին քաղաքական։ Հիմա տեսեք, շատերը դե Հայաստան դաշինքը նաև խորհրդարանական խմբակցություն ունի այս գումարման մեջ ազգային ժողովի, իրենց համար շատ կարևոր եւ սկզբունքային է Արցախի եւ անվտանգային հարցը։ Պատիվ ունեմ դաշինքը նույնպես այդ հարցերը բարձրացնում է, սակայն իրենք հանրապետական կուսակցությունը փաստորեն մասնակից չի այս ընտրություններին։ Շատ այլ ուժեր բարձրացնում են այդ հարցերը։ Որոշները կարծես թե դե ժամանակը ցույց կտա այս քարոզարշավի այդ 3 շաբաթը, ինչ կխոսեն դրա մասին։ Ձեր պարագայում, ձեր դիրքորոշումները որոնք են արտաքին անվտանգային հարցերում, խնդրում եմ կարող եք կարճ պատասխանել, որպեսզի հասկանանք ձեզ համար ինչն է սկզբունքային եւ ինչն է առաջնահերթ։ Մեր համար ամենակարևորը դա Հայաստանի ինքնիշխանությունն է։ Դա ամենակարևորն է եւ այսօրվա փոփոխվող աշխարհում, որտեղ ժամերի ընթացքում ամեն ինչ փոփոխվում է եւ շատ արագ են այս process-ները տեղի ունենում, մենք համարում ենք, որ պետք է նաեւ մեր հարաբերությունների մեջ մենք լինենք շատ զգույշ եւ այն, որ մենք եվրոպական արժեքների հիմա զգույշ չեն, գիտեք, հիմա ես կասեի սելեկտիվ են եւ զգույշ են արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն դուք տեսնում եք։ Ես տեսնում եմ վերաբերմունքի փոփոխություն, որը այսպես կտրուկ մեկ բարձրանում է, մեկ իջնում է, ինչ որ շատ տարբեր հայտարարություններ են արվում, շատ փոքր ժամանակահատվածում ինչ որ բաներ են փոխվում, ինչ որ բան ցույց է տրվում, ինչ որ մի բան իրականության մեջ է, եւ այս ամենը նաեւ մեր բնակչության համար էլ անverջ քրոնիկական ստրեսի նման ինչ որ մի բան են, եւ դա նաեւ մեր գործընկեր պետությունների համար էլ ոնց որ չես կարողանում հասկանալ իրական ուրեմն նպատակները որոնք են մեր ամենաբարձրագույն իշխանությունը ես կասեի գիտեք դա նույնիսկ երկրի վարչապետը ինքն ասեց որ կմնանք այսինքն Եվրոպա դեպի ինչպես Եվրոպայի այնպես էլ ձեր հետ ինչքան ժամանակ որ մեզ հարմար կլինի այսինքն խոսույթը գնում է այնպեսին որ ուղղակի դա ոնց որ անհարգալից վերաբերմունք մի կողմի նկատմամբ իշահ մյուս կողմի եւ էլի նորից եմ կրկնում տպավորությունը որ անընդհատ ինչ որ փոփոխվող ինչ որ գործընթացների մեջ ենք մենք գտնվում ձեր դիրքորոշումը այս պարագայում դուք ինչ եք տեսնում մենք մեր դիրքորոշումը հետեւյալն է որ նաեւ ես ասացի որ եվրոպականացումը դա մեր ծրագրի եվրոարժեքները դուք այո որովհետեւ Հայաստանին ավելի մոտ են այդ արժեքները մենք այդպես ենք ամենայն դեպս գտնում բայց ցանկացած մեր ուրեմն գործընթացներում բոլոր մեր գործընկերների հետ պետք է փորձենք պահել համենայն դեպս հարգանքի առավել եւս բարձրագույն իշխանության խոսույթի մեջ եւ հարաբերությունների մեջ
Մեղմ ասած, Դուք դիվանագիտության հիմնական այդ ուղղությունների մասին եք, ճիշտ դիվանագիտություն, որը Ես կարծում եմ, որ ամենակարևոր զենքը այստեղ հենց ճիշտ դիվանագիտությունն է, գրագետ դիվանագետները, էլի նորից պրոֆեսիոնալիզմը, որովհետև մենք հիմա տեսանք ինչ տեղի ունեցավ Իրանի եւ Միացյալ Նահանգների այս փոքր պատերազմի ընթացքում, հա, ինչ սկզբնական ուրեմն սպասելիքներ ունեինք եւ ինչ մենք ունենք այսօր, այսինքն ուզում եմ ասել, որ շատ կարևոր են դիվանագիտական աշխատանքը։ Լավ, վերջին հարցը Տիկին Վարդանյան։ Ինչ է ձեր կարծիքով, անձամբ ձեր կարծիքով, որոշիչ կարող է լինել այս ընտրարշավում եւ ընտրությունների արդյունքում։ Մենք կարծում ենք եւ մշտապես դրա մասին ասում ենք, որ որոշիչը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը։ Եվ մենք անverջ ասում ենք մի կարևոր բան. քաղաքացին պետք է գնա ընտրության եւ պատասխանատվություն կրի իր որոշման համար, որովհետեւ մենք Երևանում պատասխանատվություն չի կրում։ Ճիշտ Չի ենք կարող հասկանում։ կրել պատասխանատվություն, օրինակ մեր երկրի մայրաքաղաքում եղան ավականո ընտրություններ, որի ժամանակ մասնակցությունը 28% էր, իսկ մասնակցածներից Չափազանց ցածր, չէ՞։ Իհարկե, պատմության մեջ ամենացածր, եւ 28%-ից 9 ընտրեց իշխող ուժին, այսինքն նրանց նույնիսկ ովքեր որ մասնակցեցին ընտրությանը, հա մեծամասնությունը չի, եւ այստեղ կոալիցիա կազմվեց եւ այլն, սա հարցի մյուս կողմն է, բայց եթե օրինակ լիներ մասնակցությունը 70%, 75%, մենք կիմանայինք ինչ է ուզում Երևանցին։ Եվ սա է կարևորը, ժողովրդավարությունը դրա մասին է, այսինքն մենք պետք է հասկանանք մեր ժողովուրդը ինչ է ուզում, որ ուժի ճանապարհն է ընտրում մեր ժողովուրդը, երբ որ կլինի 70%, բարձր տոկոս կլինի մասնակցության, այդ ժամանակ արդեն ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը կնվազի եւ մենք կհասկանանք ինչ է ուզում մեր ժողովուրդը եւ կհարգենք մեր ժողովրդի կամքը։ Այս դրա մասին է եւ ես կարծում եմ, որ հենց սա է լինելու որոշիչը։ Մեր քաղաքացիները պետք է գնան ընտրության։ Սա ամենակարևորն է։ Թող ընտրեն ում ուզում են, թող անեն ոնց կորոշեն, ուրեմն ընտրախցիկի մոտ միայն իրանք են եւ իրանց ուրեմն ապագայի, իրանց երեխաներին առաջարկվող ծրագրերը որոնք որ իրենք են հենց ընտրելու։ Որոշիչը կլինի մասնակցության։ Այո, միանշանակ միշտ այդպես ենք մենք կարծում։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Armenia Today խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հյուրն է Նոր ուժ կուսակցության վարչության անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։